168 ժամ Զարուհի Դիլանյան, պարոն Թաթոյան, եւ ձեր պրոլոգում անդրադարձած եւ հարցի վերաբերյալ ձեր բարձաբանման շուրջ մի դիտարկում, եթե կցանկանաք արձագանքեք մինչև հարցերս, ամեն դեպքում երրորդ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը նկրտումներ չունի եւ իր դեմքով էլ հանդես չի գալիս շատ վաղուց, այս առնչությամբ ինչ կասեք, ինքը ասել է կաջակցեմ ցանկացած մարդու, որ կգնա փոփոխությունների հետևից, բայց ես չեմ ձգտում, չեմ ուզում դառնալ այսպես դեմք, նորից վերադառնալ իշխանություն։ Եվ հիմա հարցերս դարձյալ պետություն, եկեղեցի, բանակ, 3 կարևոր ասպեկտների մասին, առաջինը խաղաղության պայմանագիր։ Խաղաղության թեման իշխանությունները դարձրել են մոնոպոլիա եւ շատ լավ խաղարկում են։ Խաղաղության պայմանագրի հետ կապված ձեր դիրքորոշմանն եմ ուզում անդրադառնալ, եթե դուք լինեք իշխանության, դուք կկնքեք խաղաղության պայմանագիր, թե ոչ։ Խոսեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին, արդյոք համագործակցությունը ենթադրում է նաև համաձայնություն 3P դեպքում եւ համարում եք Միացյալ Նահանգները երաշխավոր, թե ընդամենը պրոյեկտի մենեջեր այստեղ, այս պարագայում 3P պարագայում։ Հաջորդ հարցը նաև անկլավներին է վերաբերում այս համատեքստում, անկլավների ճակատագիրը ինչ պիտի լինի, որովհետև ստանձնվել են պարտավորություններ համենայն դեպս նախաստորագրված փաստաթղթերով եւ բանակի մասին այստեղ նկատառումներ արեցիք, ուզում եմ հասկանալ ինչ միջոցներով եք գնալու այդ փոփոխությունների, այդ 8% նշեցիք, 36% նշեցիք, մենք ունենք այդ հնարավորությունները բյուջետային, որովհետև տեսել ենք, որ վերջին 7 տարիներին արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Երրորդ հարցը եկեղեցու վերաբերյալ, հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին իրողություններին հատկապես, չնայած գիտենք, որ 2018-ից գնդեվանքի ճանապարհի արգելափակումից վեհափառի սկսվել են այս process-ները, ամեն դեպքում հանգուցալուծում ինչպես եք պատկերացնում, եթե արդեն այս կասկածի ու պառակտման որդը հայտնվել է նաև եկեղեցու ներսում, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարևոր հարցեր տվեցիք։ Հիմա փորձեմ հերթով գալ, նախ առաջին հարցի հետ կապված, գիտեք, ես քաղաքականությունը այս մեկ ամիս մի փոքր ավելը ինձ հստակ հասկանալ տվեց մեկ բան, ես հասկացա։ Քաղաքականությունը շատ իրատեսական բաների մասին է։ Եվ այստեղ պետք չի, գիտեք, իլյուզիաներով ապրել, անիրակտեսական հարցերով, կամ էլ տարբեր այնպիսի երևույթներ լինեն, որ արդյունքի չեն էլ բերել։ Նախկին նախագահների մասին երբ խոսեցի, մեր դիրքորոշումը շատ հստակ էր։ Եվ խոսքս վերաբերում է բոլոր նախագահներին, որոնք միասին կամ առանձին պետք է հստակ հայտարարեն, որ նրանք 2026-ի ընտրապայքարին չեն մասնակցում, դա անեն հստակ ու անել կպա, որպեսզի մեր ժողովրդի մոտ նույնպես մեր ժողովուրդը հստակ այդ ամենը իմանա։ Հիմա եկեղեցու հետ կապված, տեսեք։ Եկեղեցու հետ կապված իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ։ Սա շատ հայտնի դիրքորոշում է։ Հիմա Փաշինյանն ինչ է անում, եկեղեցին նրա 3 հենասյուներից մեկն է։ Նա այսօր իր իշխանությունը կառուցել է 3 քաղաքական հենասյուների վրա։ Նախկին նախագահներ, եկեղեցի, Ռուսաստան կամ ռուսներ։ Ինչպես արդեն ասացի, Ռուսաստանից սարսափելի վախենում է, բայց հանձնարարում է տարբեր եղանակներով, ի վերջո մեկը ակնհայտ երևում է։ Ինչքան էլ իր թիմը ինքը փորձի կոծկել, թիմը աշխատի։ Եկեղեցին ինչ է անում, ներսից քանդում է եկեղեցին, ամբողջությամբ նեգատիվով լցրել է մեր հանրային դաշտը։ Ինձ համար այստեղ մեկ բան հստակ կասեմ։ Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ եկեղեցին կարիք չունի եկեղեցականները քաղաքականության մեջ մտնելու կամ հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնների։ Մենք պետք է ունենանք այնպիսի պետություն, որտեղ կառավարությունը, գործադիր իշխանության ղեկավարը, երկրի ղեկավարը չի միջամտում եկեղեցու գործերին եւ իր հստակ իրավասությունների սահմանները պահպանում։ Եվ նաեւ մեկ կարևոր բան, մեր եկեղեցին դեմոկրատական օրենքներով նաեւ եկեղեցիների մեջ առասարակ բավականին դեմոկրատական եկեղեցի է։ Ինքը ունի իր ներքին մեխանիզմները։ Այդ հարցերը պետք է լուծի մեր եկեղեցին ինքը։ Սա իմ հստակ դիրքորոշումը։
Խաղաղության պայմանագրի գիրը կստորագրեմ եւ թրիփի հետ կապված։ Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ թե չէ, այո, կստորագրեմ։ Ինչի՞ չեմ ստորագրի, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի։ Ադրբեջանի նախագահը կստորագրի, մի անգամից նույն րոպեին ես կստորագրեմ։ Բայց եկեք հələ մի հատ հասկանանք այդ խաղաղության պայմանագիրը մեզ ինչ է տալիս, պահպանվում է թե չէ։ Խաղաղության այդ կամ այսպես կոչված խաղաղության։ Ինչու եմ ասում, որտեղ դեռ ստորագրված չէ։ Ուրեմն տեսեք, ինչ է կատարվում։ Դեռ չստորագրված Ադրբեջանի նախագահը Ամերիկայի միացյալ նախագահի հետ հանդիպումից հետո դուրս է գալիս, մի անգամից ասում է Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է, կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Հիմա Հայաստանը պետք է սահմանադրություն փոխելի Ադրբեջանի պահանջով, ոչ, տենց բան չկա։ Ես Ադրբեջանի պահանջով երբեք սահմանադրություն չեմ փոխելու, չի կարող ուրիշ երկրի նախագահ, որը եկել է իմ երկիր ուզում է ոչնչացնել, ես իր պահանջով սահմանադրություն փոխեմ, չկա տենց բան։ Մյուսը այդ թրիփի պայմանագիրը ստորագրելուց մոտավորապես 10 օր անց Ադրբեջանի նախագահը գնում է ելույթ անելու, ասում է Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Բա այդ էլ չխախտեց պայմանագրի մյուս կետը, որ ռասիզմ չեմ կար, չպետք է տարածեն, թշնամանք եւ այլն։ Այսինքն ամենակ մեզ է վերաբերվում, պայմանագրում կետ են դրել, որ Հայաստանը հետ է քաշում հայցերը մեկ ամսվա ընթացքում, վեճեր, առարկություններ, ինչ ասես գրել են։ Մի հատ էլ գրել են, պարտավորվում է հետագայում չներկայացնել, հələ մի հատ էլ գրել են, եթե դա անի, տենց բան, դա թշնամական գործունեություն է։ Այսինքն չհասկացա, այդ խաղաղության պայմանագիրը մեզ է վերաբերվում։ Թրիփի հետ կապված։ Հստակ ես ունեմ բաժանում թրիփի համաձայնագիր եւ խաղաղության պայմանագիր։ Խաղաղության իրական պայմանագիրը ինձ համար թրիփի պայմանագիրն է։ Այդ դա է ինձ համար իրական խաղաղության պայմանագիրը։ Մենք պետք է ԱՄՆ-ի պես երկրի հզոր միջնորդական առաքելությունը այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերի ժողովրդին։ Այսօր ինչ անում։ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի պահանջներին ինչ ունենք տալով ամբողջությամբ մսխում է ամերիկյան այս հզորագույն միջնորդությունը։ Դες ո՞նց կարելի է անել։ Ինձ համար շատ հետաքրքիր է, մեր ամերիկյան գործընկերները պետք է իմանան սրա մասին։ Նա խաղում է, օգնում է Ադրբեջանի նախագահին, որ կոծկեն այն ինչ անում են եւ դրանով հեղինակազրկում են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը։ Մյուսը ծախսերի հետ կապված, ինչպես են կանելու։ Գիտեք, անվտանգությունն ու ազատությունը անվճար չեն բաժանվում։ Դրանք շատ թանկ բաներ են։ Եթե դու չունեցար անվտանգություն, դու ուզում ես աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն ունեցի, ամենաարդար մարդիկ ունեցի։ Դու չես կարողանալու ոչինչ ապահովել։ Անվտանգությունից կարևոր բան գոյություն չունի։ Անվտանգություն չունեցար, տնտեսությունը չես կարող զարգացնել։ Անվտանգություն չունեցար, այնպես կճնշեն, որ տնտեսությունը կտանես, չես կարողանա ընդհանրապես զարգացնել այդ տնտեսությունը։ Հետևաբար ինձ համար սրանք կարևոր բաներ են եւ այդ որ այդքան ասում է Փաշինյանը, պաշտպանության նախարարության կամ անվտանգության բնագավառի ծախսերն են կրճատում եւ այլն, չէ՞։ Տեսեք ինչ է, ես իմ ելույթի վերջում ասացի։ Մեր հասարակությունը նա պահում է վախերի մեջ։ Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել, մեր հայրենակիցներին եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենանք, ժողովուրդ ջան, մենք ցեղասպանությունից ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք։ Դրանից հետո կարճ ժամանակ անց երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել։ Սարդարապետի ճակատամարտ ենք հաղթել, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք, եկել ենք այս մարդիկ իրանց քաղաքական շահերի համար մեզ հենց տեսեք ինչ օրն ենք գցել։ Ամեն մեկը վախենանք, չանենք, վայ էս չանենք, այս մեկը ստեղ չխոսա, այտենց չի, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում ունենալ երկրի ղեկավարություն, որը արժանապատիվը պահում իրան, որը կարողանում է հստակ պատասխան տալ, որ չի թողում, որ իր ժողովրդին կարողանա հանգարց մեկը մի հատ ասի աչքի վերևը ունք կա։ Այտենց ո՞նց կարելի է անել։ Հետևաբար մեր անվտանգության համակարգը ինչ ուզում է լինի ամենահամար մեկ խնդիրների խնդիրն է։ Պատահական չի, ես դրել եմ այսօրվա այս 3 մեր արժեքները՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունենացանք, ոչ խաղաղություն ա լինելու, ոչ արդարություն ա լինելու։ Եվ մենք սա անելու ենք
անվտանգության համակարգի գլխավոր զարգացման համակարգը մենք մի անգամից հիմքերը դնելու ենք։ Անկլավներ, կարճ ասեմ, ինձ համար անկլավներ գոյություն չունի։ Ինձ համար գոյություն ունի անվտանգություն։ Վերջ։ Ես ղեկավարվելու եմ միայն անվտանգությամբ։ Ես անկլավների հարց չեմ քննարկելու։ Իմ երկրի անվտանգությունը իմ համար կարմիր գիծ է։ Ինչպես որ կարմիր գիծ է ինքնիշխանությունն ու անկախությունը։ Շնորհակալություն։ Մյուս հարցը։ Մերի Հակոբյան, օրագիրինը